Կոմս Մոնտե Քրիստո։ Տասփաստ Կոմս Մոնտե Քրիստո ֆիլմի մասին, որ քչերը գիտեն։ Առաջին, ֆիլմի բյուջեն կազմել է մոտ 43 միլիոն եվրո։ Այն դարձել է 2024 թվականի ամենաթանկարժեք ֆրանսիական նախագծերից մեկը։ Այդ գումարի զգալի մասը ծախսվել է պատմական կոստյումների, իրական ամրոցների վարձակալության եւ հսկայական դեկորացիաների վրա։ Երկրորդ, Կաննի միջազգային կինոփառատոնում պրեմիերայից հետո հանդիսատեսը դերասաններին եւ նկարահանող խմբին 11 րոպե շարունակ հոտնկայս ծափահարում էր։ Երրորդ, միլիոնավոր հանդիսատեսներ։ Միայն Ֆրանսիայի կինոթատրոններում ֆիլմը դիտել է 8-ից 9 միլիոն մարդ, ինչը պատմական դրամայի համար ֆենոմենալ արդյունք է ժամանակակից կինովաճառքում։ Հետևեք ալիքին։ Չորրորդ, տարիքային ցնցող փոփոխությունը։ Գլխավոր դերասան Պիեր Նինեն ստիպված էր էկրանին պատկերել Էդմոն Դանտեսին 18 տարեկանից մինչև 40 տարեկան հասակում։ Նրա երիտասարդ կերպարի եւ հասուն կոմսի միջև տարբերությունը ահռելի է։ Այնքան մեծ, որ շատերը նույնիսկ դժվարանում էին հավատալ, որ դա նույն դերասանն է։ Հինգերորդ, Իֆ ամրոցից հայտնի փախուստի տեսարանի համար Պիեր Նինեն երկար ամիսներ անցկացրել է պրոֆեսիոնալ դայվերների հետ։ Նա սովորել է ջրի տակ շունչը պահել ավելի քան 3 րոպե եւ նկարահանվել է պարկի մեջ փակված առանց օդի բալոնի օգնության, ինչը ծայրահեղ վտանգավոր է։ 6-րդ, իրական ամրոցների շքեղությունը։ Ռեժիսորները հնարավորինս հրաժարվել են կանաչ ֆոներից։ Ցոգոլ լավ բան է։ Շատո դենրիան։ Ֆիլմը նկարահանվել է Ֆրանսիայի եւ Բելգիայի իրական պատմական դղյակներում, այդ թվում հանրահայտ Շատո դենրիենում։ 7-րդ, քանի որ ֆիլմում գրեթե բոլորը կրում էին դարաշրջանին համապատասխան կեղծամներ, քամոտ տեսարանների ժամանակ, հատկապես նավի տեսարաններին, դրանք պարզապես քամուց թռչում էին։ Դա հանգեցրել է բազմաթիվ հրհրոցների եւ փչացած դուբլերի։ 8-րդ, Պիեր Նինեի դեմքը։ Դերասանը պատմում է, որ երբ սիլիկոնե դիմահարդարմամբ եւ ծերացած դեմքով զանգահարել է իր ընտանիքին, նրա երեխաները սկզբում վախեցել եւ լաց են եղել չճանաչելով իրենց հորը։ 9-րդ, ֆիլմի վերջնական լարված մարտի համար դերասանները շաբաթներով մարզվել են։ Նինեն ցանկանում էր, որ կոմսի վերջնական մարտը լինի ոչ թե պարզապես մարտ, այլ մահվան պար, որտեղ երևում է նրա բացարձակ առավելությունը։ Եվ 10-րդ, ֆիլմի համար պատրաստվել եւ վարձակալվել է ավելի քան 2000 պատմական հագուստ։ Յուրաքանչյուր զգեստ, բաճկոն կամ նույնիսկ գլխարկ անցել է խիստ ստուգում, որպեսզի համապատասխանի 1815-ից 1840-ականների ֆրանսիական նորաձևությանը։ Հասնում ենք 10,000 հետևորդի եւ սկսում ենք Մարվելի քրոնոլոգիան։ Հետևեք։